Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում։ Այդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը։ Ադրբեջանից հերթական կեղծիքն են տարածել, թե իբր ապրիլի 28-ին ժամը 0:25 հայկական ստորաբաժանումները ճամբարակի ուղղությամբ տեղակայված դիրքերից գնդակոծել են Ադրբեջանի բանակի դիրքերը։ Նշվում է, որ ադրբեջանական կողմը ձեռնարկել է պատասխան միջոցներ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է հայկական կողմից կրակելու կեղծ լուրը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ադրբեջան այցից առաջ հարցազրույցում ներկայացրել է իր օրակարգը։ Մասնավորապես, նա ասել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Իրանի տարածքով կապը կապահովվի իր տարածքով։ Փեզեշքյանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն միջազգային իրավունքի հիման վրա։ Իրանի ՆՔ-նախարարը հայտարարել է, որ Բենդեր Աբբաս նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունը պայմանավորված էր անփութությամբ, և մեղավորներն արդեն հայտնաբերվել են։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 46 մարդ, ավելի քան 1200-ը վիրավորվել են։ Պակիստանի երկաթուղիների նախարարը հայտարարել է, որ իրենց բոլոր հրթիռները ուղղված են Հնդկաստանի վրա։ Եթե նրանք փակեն մեր ջրամատակարարումը, ապա պետք է պատրաստ լինեն պատերազմի։ Մեր միջուկային հրթիռները զարդարանքի համար չեն։ Բոլոր 130 միավորները ուղղված են Հնդկաստանի վրա, և ոչ մի այլ տեղ, ասել է Աբասին։ Չինաստանն ու Թուրքիան բացահայտ սատարում են Պակիստանին, Հնդկաստան զենք են տեղափոխում ԱՄՆ և Իսրայելը։ Հյուսիսային Կորեան հայտարարել է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին, ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին համապատասխան։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատվիրել է հուշարձան կանգնեցնել իր զինվորների պատվին։ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուրսկի մարզի ազատագրմանը մասնակցած կորեացի զինվորներին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադարի մասին հաղթանակի 80-ամյակի օրերին։ Այն կտևի մայիսի 7-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-ի 0 Կիևը հայտարարել է 30-օրյա հրադադարի պատրաստակամության մասին։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի պաշտոնական այցը նախատեսվում է ապրիլի 28-ից 29։ Նա կհանդիպի ՀՀ նախագահի, վարչապետի և ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ 2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին արբանյակ հայազատ-1-ը ավարտել է իր առաքելությունը։ Նախաձեռնության հեղինակները նշել են, որ 2022-ին տիեզերք արձակված հայազատ-1-ը պետք է վերադառնար 2026-ին, սակայն ժամանակից շուտ իջնելը պայմանավորված է ռեկորդային արեգակնային ակտիվությամբ։ Իսպանիայում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով միլիոնավոր բաժանորդներ մնացել են առանց հոսանքի։ Ենթակառուցվածքների աշխատանքը խաթարվել է, տրանսպորտի շարժը դարձել անկառավարելի։ Անջատումների պատճառները դեռևս անհայտ են։ Մասամբ հոսանքազրկվել են նաև Պորտուգալիան և Ֆրանսիան։